Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Լրատվամիջոցների տեղեկություններով Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության գործով ձերբակալված կա, պաշտոնական հաղորդագրություն սակայն դեռ չկա։ Կասեք ինչ կապ ունեք սպանության հետ։ Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կառավարությունը մտադիր է ավելի քան 15%-ով կրճատել պաշտպանական բյուջեն։ Ընդդիմությունը համարում է այս որոշումը կապված է Բաքվի պահանջների հետ։ Տեսնում ենք, որ կա էական կրճատում։ Հիմա սա համեմատում ենք Ալիևի հոխորտանքների հետ։ Ոնց կարելի ասել պատահաբար համընկավ այս ամենը։ Խորհրդարանում լսումներ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի հարցով։ Նրա շարունակական պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Մինչ ինքը Փաշինյանը մեկնել է Նյու Յորք, որտեղ ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից։ Իշխանությունն առաջարկում է ռազմական գործողությունների զոհերին հիշատակելու օր ընտրել հունվարի 27-ը, ինչու չի ընդունվել 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը սեպտեմբերի 27-ը։ Միացյալ Նահանգները կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներն ու թույլ տալ, որ Անկարան կրկին գնի ամերիկյան կործանիչներ, Թրամփ-Էրդողան հանդիպման արդյունքները։ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո Հայաստանը 5-րդն է թիմային պայքարում 1 ոսկի և 2 բրոնզ արդյունքով։ Արդյոք Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության գործով ձերբակալված կա։ Մինչ լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակում, նշելով նաև ձերբակալվածի անունը, իրավապահ մարմինները դեռ պաշտոնական ոչ մի հայտարարություն չեն արել։ Արդյոք այս արյունոտ հարձակումը մերձավանում փետրվարին տեղի ունեցած սպանության պատասխաններ։ Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի ու նրա ընկերոջ Արարատի ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալված կա։ Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները, իշխանություն լրատվականի կադրերում տեսնում ենք, իրավապահները խուզարկում են մերձավանցի Նարեկ Օհանյանի տունը։ Նա այս տարվա փետրվարին նույն համայնքում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Կադրերում Նարեկ Օհանյանը ձեռնաշխտայով է։ Դուք կապ ունեք հանցագործության հետ։ Որևէ բան կարող եք ասել։ Ճանաչում էիք Վոլոդիա Գրիգորյանին։ Խուզարկության վայրում է փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, նա հաստատել է, որ ձերբակալված կա։ Ոչ ներքին գործերի նախարարությունը, ոչ քննչական կոմիտեն մինչև այժմ պաշտոնական հայտարարություն չեն տարածել։ 3 օր առաջ Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի տան մոտ դիմակավորված մարդասպանը 18 փամփուշտ էր արձակել համայնքապետի ու նրա 2 ընկերների ուղղությամբ։ Ողջ է մնացել միայն Արծրուն Գալստյանը։ Ի սկզբանե կար վարկած, որ այս արյունոտ հարձակումը նույն Մերձավան համայնքում փետրվարյան սպանության հաշվեհարդարն է։ ՔՊԱ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա 29-ամյա ազգականը Գրիգոր Օհանյանը, եւ այս գործով 15 մեղադրյալներից է նաեւ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը։ Համայնքի բնակիչները նաեւ քաղաքական երանգ էին տեսնում այս շարունակվող սպանությունների մեջ։ Վոլոդիա Գրիգորյանն ընդդիմադիր ապրելու երկիր կուսակցությունից է։ Փաստը այն է, որ քաղաքական որևիցե դրդապատճառ չկա ու չի կարող լինել։ Ազգային ժողովի նախագահի գնահատմամբ միջանձնային խնդիրներ են, ոչ մի քաղաքական պատճառ։ Իրավապահ համակարգը անում է առավելագույնը րոպե առաջ հանցագործությունը բացահայտելու։ Ձեր անպատժելիության, ձեր գործունեության գլխավոր հետևանքը շտապում եմ աշխատանքի։ Առավելագույնն է արվում այսօր առավոտյան հուսադրում էր գլխավոր դատախազը անպատասխան թողնելով բոլոր հարցերը։ Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն այսօր հայտնել էին կադրային փոփոխությունների մասին։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն է ազատվել եւ նույն մարզի քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը։ Արդյոք հենց այս պաշտոնյաներն էին արյունոտ հարձակումը կանխելու պատասխանատուները, թե համակարգի ղեկավարները վարչապետի ցուցումով են հետևողականություն ցուցադրում, հայտնի չէ։ Դեպքից ժամեր անց Հայաստանի վարչապետը ընդգծել էր. Պիտի վերլուծվի, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ։ Պատասխանատվությունն իրավապահ համակարգի ղեկավարներինն է, ընդգծում է սպանված համայնքապետի կուսակից ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Պատասխանատվությունը իրավապահ համակարգի ղեկավարությանն է եւ հիմա
այլ կադրային փոփոխությունները թող իրենք մեկնաբանեն։ Դրանով ցավոք մեր վիշտը չի սփոփվում, իսկ բացահայտման մասով առնվազն այս պահին մենք որևէ տեղեկություն չունենք ձերբակալվածների կամ ինչ-որ այլ աշխատանքի մասին, մեր ունեցած տեղեկություններով որևէ նոր բան չկա, չգիտեմ, պետք է յուրաքանչյուր ժամը օգտագործեն, որ արագ այս հանցագործությունը բացահայտեն։ Փարաքարի համայնքապետի հուղարկավորությունն այսօր էր։ Նրա մարմինը մշակույթի տան շենքից դուրս են բերում ծափերին ներքո։ 41-ամյա Գրիգորյանի մայրը ողբում ու միայն մարդասպանին գտնելու ցանկություն ուներ։ Ուզեն կգտնեն, ասում էր։ Չեն գտնում։ Դեռնալու չի դրամատ չեք գտնում, այդ ով չի մարդ։ Ոաստուն վախենան։ Ընդամենը 5 ամիս առաջ էր Գրիգորյանն ընտրվել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում։ Մինչև այդ 2021-ին նույնպես նա ձայների մեծամասնություն էր ստացել, սակայն ավագանու մյուս խմբակցությունները կոալիցիայով ստանձնել էին Փարաքարի կառավարումը։ Ոսկի գյուղապետ էր, համայնքապետ էր ավելի շուտ։ Շատ լավն էր։ Ամեն հարցում օգնում էր մարդկանց։ Մի անգամ եմ մտել մոտը, այսինքն ինձ գոհացրել է։ Խոսքեր չեմ գտնում, շատ ընդհանրապես ժողովրդի հետ աշխատելը մարդկության մեջ ամենածանրագույն աշխատանքն են, հասկանում էր բոլորին։ Երեխեքը լկտիացեր են, լավ տղերք են դառել, դրդում այս բանը Աստծո դատաստանի առաջ կայնելու է։ Փարաքար խոշորացված համայնքում ապրելու երկիրը ավագանու իր կազմից նոր համայնքապետ կընտրի 2 շաբաթվա ընթացքում։ Ընդդիմադիրներն այսօր խորհրդարանում քննարկում էին վարչապետ Փաշինյանի իմպիչմենթի հնարավորությունները։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարումն այլևս լեգիտիմ չէ։ Պատիվունումը նախաձեռնել է այդ հարցով լսումներ, բայց իմպիչմենթի պաշտոնական մեկնարկը ազդարարելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններ ընդդիմադիր խմբակցությունները չունեն։ Բացի այդ, նաև տարբեր պատկերացումներ ունեն Փաշինյանին հեռացնելու հարցում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրությունների միջոցով, Սերժ Սարգսյանի թիմը դրան չի հավատում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հակապետական քաղաքականություն է վարում։ Կարծում է Սերժ Սարգսյանի առաջնորդած ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը, որը հեղինակել է ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծ, այսօր էլ խորհրդարանական լսումներ հրավիրել այդ թեմայով։ Միակ լուծումն ըստ պատիվ ունեմի վարչապետին անվստահություն հայտնելն է։ Դա նաև մինչև հերթական ընտրություններ իշխանափոխության ամենաիրատեսական ճանապարհն են համարում։ Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը։ Նրա շարունակական պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը թվարկեց Փաշինյանի ձախողումները, որը պատիվ ունեմը 8 էջում է ձևակերպել։ Ադրբեջանական ներխուժումների պայմաններում Հայաստանի տարածքային ամբողջականությունը լրջագույն սպառնալիքի տակ է, ձախողված դիվանագիտության հետևանքով կորսված ու հայաթափված է Արցախը, հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, տապալվել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, այլախոհները հայտնվում են բանտերում, ըստ նախագծի ծաղկում է կոռուպցիան եւ հովանավորչությունը։ Քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանին հերթական պահանջների առաջադրմանը եւ պարունակում է նոր ագրեսիայի վտանգ։ Խորհրդարանում 6 падգամավոր ունեցող ուժի ճանապարհային քարտեզը հետևյալն է. նախ իմպիչմենթի գաղափարի շուրջ падգամավորների կոնսոլիդացիա, ապա ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում, որը նաև պետք է խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպի, բայց իմպիչմենթի գործընթացը սկսելու համար շատ կոնկրետ թվով падգամավորների ստորագրություններ են անհրաժեշտ։ Որոշման նախագիծ ներկայացնելու համար 36 օրենսդիրներ պետք է միավորվեն, իսկ որպեսզի վարչապետը պաշտոնան կարվի, ավելի մեծ թվով падգամավորների կողմ ձայներն են անհրաժեշտ 54-ը։ Երկու դեպքում էլ, եթե անգամ ընդդիմադիր երկու պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցությունները միավորվեն, ձայները բավարար չեն։ Պրոցեսը խորհրդարան կմցնենք, ըստ այդմ նաև կհանրայնացնենք նաև այդ մարդկանց ստորագրությունները այն դեպքում, երբ որ մեր համար արդեն հստակ լինի, որ այդ ձայները ոչ թե 36-ի են հասել, այլ 54-ին են մոտենում։ Այսօր նոր փուլ մտավ ընդդիմադիր երկու խմբակցությունների ամիսներ շարունակվող բանավեճը, թեև երկուսն էլ կողմ են վարչապետ Փաշինյանի անվստահության գործընթացին, բայց նրանց падգամավորների ստորագրությունները երկու առանձին թղթերի վրա էին։ Բացի այդ, մեթոդների հարցում երկու ուժերի լիդերներն ունեն տարաձայնություն։ Չբացառելով փողոցային պայքարը Ռոբերտ
Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրություններով ի տարբերություն Սերժ Սարգսյանի։ Այս ֆոնին Հայաստան խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը այսօր հայտարարեց իրենց բոլոր падգամավորները պատրաստ են ստորագրել պատիվ ունեմի ձևաթղթի տակ, բայց Հայաստանը, որին այս ընթացքում նաև պատիվ ունեմից էին կսմիթներ բաժին հասնում, խորհրդարանի ամենափոքր խմբակցությունից կոնկրետ ակնկալիք ունի։ Մենք ակնկալում ենք ողջամիտ ժամանակահատվածում լրացնել պակասող ստորագրությունները եւ հարցը բերել իրական մեկնարկը տալ իմպիչմենտի գործընթացը այս դահլիճում բնականաբար ունենալով մեր ամբողջական աջակցություն։ Տեսակետներ հնչեցին, չնայած մեկը մյուսին հաջորդող շարժումներին ինչու տեղի չի ունեցել իշխանափոխությունը։ Եղան գործնական առաջարկներ, ինչպես կարելի է հասնել Փաշինյանի հեռացմանը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսն ունի համաժողովրդական շարժման ծրագիր, որի շուրջ առաջիկայում պատրաստվում են քննարկում կազմակերպել։ Բայց փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բացառեց նախկին երկու նախագահների հետ համագործակցությունն այդ ճանապարհին։ Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ։ Ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, որը որ փողոցում է կրկնել վերջի 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ ստեղ կրկնի։ Այսօրվա լսումներին իշխանականներ չմասնակցեցին։ Մինչ ընդդիմադիրները հանդիպում կոնսուլտացիաներ են ծրագրում, ազգային ժողովի նախագահը պնդում է, քաղաքացիական պայմանագիրը արտահերթ ընտրության կարիք չի տեսնում։ Ինչ եմ դնում անունը, որ ասեմ ես հիմա դնում եմ արտահերթ ընտրություն, որտեվ ես ուզում եմ շուտ վերընտրվեմ, քանի ընդդիմությունը պատրաստ չի։ Դա ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ։ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ հաջորդ ընտրություններում խորհրդարանական այսօրվա անդիմությունը չի վերընտրվելու, իսկ իրենք 2021-ի ցուցանիշից 54%-ից էլ շատ ձայն կստանան։ Կարող ենք նույնիսկ դրա հետ կապված մարժ գանք։ Մինչ ընդդիմադիրները քննարկում էին Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը, ինքը վարչապետը մեկնել է Նյու Յորք, որտեղ ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի վեհաժողովում։ Կառավարության փոխանցմամբ նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից արդեն ելույթ ունեցել է հերթական անգամ մեղադրանքներ ուղղելով Հայաստանի հասցեին եւ արդարացնելով 5 տարի առաջ նախաձեռնած իր ռազմական ագրեսիան։ Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, ապա Ալիևը եւս մեկ անգամ ընդգծել է, որ խաղաղության իրենց պատկերացումների հիմքում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է։ Today I will speak about our long road to victory and peace. ՄԱԿ-ի ամբիոնից ավելի քան 15 րոպեանոց ելույթը նախագահ Իլհամ Ալիևը երեկ սկսեց ու ավարտեց մեկ հիմնական ուղերձով։ Ադրբեջանը հաղթել է, հասել իր առջև դրված նպատակներին ու նոր դարաշրջան բացել պատմության մեջ։ Արցախի ու Հայաստանի դեմ հարձակումները բնորոշելով որպես հայրենական ազատագրական պատերազմ, Ալիևը բարձր ամբիոնից կրկին Հայաստանին մեղադրեց էթնիկ զտումների, ռազմական հանցագործությունների եւ խաղաղ կարգավորման տարբերակները արհամարելու համար։ Գրեթե 30 տարի Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մոտ 20%-ը գտնվում էր Հայաստանի կողմից ռազմական օկուպացիայի տակ։ Հայաստանի էթնիկ զտումների եւ ռազմական հանցագործությունների քաղաքականության արդյունքում 1 միլիոն ադրբեջանցիներ վտարվել էին իրենց հայրենիքից։ Նրանց հիմնարար իրավունքները կոպտորեն ոտնահարվել։ Their fundamental human rights were grossly violated. 44-րդ պատերազմի 5-րդ տարելիցից օրեր առաջ Ալիևը նաև պնդեց. Ադրբեջանը 6 շաբաթյա հարձակման ընթացքում հետևել է միջազգային բոլոր մարդասիրական ու պատերազմական կանոններին, մինչդեռ Հայաստանը բալիստիկ հրթիռներով ու կասետային զինամթերքով ռմբակոծել է քաղաքներ ու գյուղեր, սպանել խաղաղ բնակիչների։ Պատերազմի ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերի, հիվանդանոցների ռմբակոծության, գերիների գնդակահարության ու վարձկանների ներգրավման մասին Ալիևը ոչ մի բառ չասաց։ Միայն արձանագրեց. Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։ The 10 November 2020 marked the capitulation of Armenia. 2020 թվականի նոյեմբերի 10-ը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի կապիտուլյացիայի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման օր, գրեթե 30 տարվա օկուպացիայից հետո։ After nearly 30 years of occupation. Սեփական ռազմական ագրեսիան արդարացնող ու հիմնավորող այս ուղերձներից հետո միայն Ալիևը խոսեց Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, չմոռանալով կրկին շեշտել, որ դրա նախաձեռնողը Բաքուն է եղել։ Ընդգծեց խաղաղության մասին Ադրբեջանի պատկերացումների հիմքում մեջբերում եմ Զանգեզուրի միջանցքն է։
Regional connectivity has been at the core of our vision. Տարածաշրջանային հաղորդակցությունը մեր տեսլականի հիմքն է երկարատև խաղաղության համար։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի հիմնական արդյունքներից մեկը Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղին է, որը կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով եւ կամրապնդի տարածաշրջանային կապերը։ Հաղորդակցության ուղիներից բացի Ալիևը առանձնացրեց եւս երկու հարց, որ դեռ պետք է լուծվի։ Ադրբեջանում օկուպացիայի ընթացքում Հայաստանի տեղադրածականները շարունակում են մարդկային կյանքեր խլել։ Սա Ադրբեջանի ամենամեծ մարդասիրական խնդիրներից մեկն է եւ ոչ միակը ասած։ Similarly, the tragic fate of nearly 4,000 Azerbaijanis. Ճիշտ նույն կերպ 1990-ականների սկզբից ի վեր Հայաստանի կողմից իրականացված ագրեսիայի եւ օկուպացիայի ընթացքում անհետ կորած գրեթե 4000 ադրբեջանցիների ողբերգական ճակատագիրն է պահանջում հատուկ ուշադրություն եւ գործողություններ։ Continue to require close attention and action. Թե այս հարցում կոնկրետ ումից եւ ինչ գործողություն է ակնկալում, Ադրբեջանի առաջնորդը չհստակեցրեց։ Իլհամ Ալիևը համառորեն շարունակում է ապաշրջափակման համար նախատեսվող Սյունիքի ճանապարհը կոչել Զանգեզուրի միջանցք։ Այդպես է կոչել նաև ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ, թե Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրած փաստաթղթում այն Թրամփի ուղի է կոչվում։ Ալիևի ձևակերպումներին անդրադարձել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Յուրաքանչյուր մարդ, ով կասի Թրիպին Զանգեզուրի միջանցք Հայաստանում կամ աշխարհում, դա առաջինը անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ։ Դա անհարգալից վերաբերմունք է։ Երկրորդը, այդ մարդը իր լեզվամտածելակերպի մեջ չի խոսում խաղաղության մասին։ Ինքը խոսում է պատերազմի իրավիճակում միջանկյալ ինչ-որ լուծման մասին։ Դե վատա որ ասում է, ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում այդ խոսույթը այնուամենայնիվ կփոխվի։ ՄԱԿ-ի նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, խոսելով խաղաղության խաչմերուկ նախաձեռնության եւ Թրամփի ուղու մասին, նա նշել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք բացումը եւ տարածաշրջանի տարանցիկ եւ առևտրային ներուժի իրացումը շրջադարձային կլինի, կստեղծի տնտեսական աճի, երկխոսության եւ ժողովուրդների միջև շփումների նոր հնարավորություններ։ Միրզոյանը շեշտել է խաղաղությունն այժմ հաստատված է։ Հայաստանի արտգործնախարարը նաև հանդիպել է ԱՄՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բրենդ Քրիստիանսենի հետ։ ԱԳՆ-ից հաղորդում են, որ նրանք քննարկել են Հայաստանի եւ ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղված ծրագրերի իրականացման հարցեր։ Հաջորդ տարվա բյուջեով աննախադեպ 15%-ով կրճատվելու են պաշտպանական ծախսերը։ Մինչ պաշտպանության փոխնախարարը պնդում է, բարեփոխումների վրա այս կրճատումը չի ազդի, ընդդիմադիրները դարձյալ հիշում են Բաքվի պահանջները Հայաստանը ապառազմականացնելու վերաբերյալ։ Համադրելով սա պարտադիր ժամկետային ծառայությունը 1.5 տարի դարձնելու ծրագրերի հետ, ընդդիմադիրները պնդում են, որ Հայաստանն այսպիսով կատարում է Ալիևի հերթական պահանջը։ Թեև հաջորդ տարվա բյուջեի նախագծով կառավարությունը մտադիր է ավելի քան 15%-ով կրճատել ռազմական բյուջեն, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը այսօր պնդեց, դա բանակի բարեփոխումների վրա չի ազդի։ Ամենից կարևորը, որ որևէ մեկնարկած բարեփոխում իր մեկնարկը չի կանգնեցնելու եւ դա ընթացած իր տրամաբանական ավարտին հասնելու։ 2026 թվականի բյուջեի նախագծով, որ դեռ պետք է հաստատվի խորհրդարանում, պաշտպանության նախարարությանը կտրամադրվի 563 միլիարդ դրամ, մոտ 1.5 միլիարդ դոլար։ Դա այս տարվանից պակաս է շուրջ 265 միլիոն դոլարով։ Եթե գումարը կրճատվում է, ինչպես է բարեփոխումների ծավալը մնալու անփոփոխ։ Հնարավոր է նվազեն ռազմական գնումները։ Փոխնախարարը չհստակեցրեց։ Այս հարցերն անպատասխան թողեց նաև ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Բյուջեի քննարկման ժամանակ ես շատ եմ խոսելու եւ դուք հիմնավորված կասեմ, թե ձեր պատկերացումները այդքան էլ չեն համապատասխանում այդ թվերի տրամաբանությանը։ 44-օրյա պատերազմից ի վեր պաշտպանական կարիքների համար հատկացումներն ամեն տարի ավելացել են։ Կտրուկ էր աճը հատկապես անցած տարի մոտ 20%-ով, ինչը հարուցել էր Ադրբեջանի դժգոհությունը։ Բաքվից անգամ խոսում էին Հայաստանի ապառազմականացման անհրաժեշտության մասին, պնդելով, թե Հայաստանի ռազմական ծախսերը մեջբերեն վտանգավոր են Ադրբեջանի համար։ Բյուջեն կրճատելու կառավարության որոշումն ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով ուղիղ կապ ունի Ադրբեջանի այդ պահանջի հետ։ Չի կարելի մտնել սենյակ եւ գետաձին չտեսնել։
Իհարկե, այդ բյուջեն այս հատվածով, այս մասով բացառապես ադրբեջանական պարտադրանքի իրականացումը։ Երևի, ոնց ասեմ, նույնիսկ սեփական խոսքերից է հրաժարվում, ասում է չի լինի էական աճ, չէ, տենց էր ասել։ Հիմա մենք տեսնում ենք, որ կա էական կրճատում։ Հիմա սա համեմատում ենք Ալիևի հոխորտանքների հետ։ Բա ոնց կարելի ասել պատահաբար համընկավ այս ամեն ինչը իրար հետ։ Չի լինում տենց բան։ Բաքվի պահանջով բյուջեն կրճատելու ընդդիմության մեղադրանքներին այսօր հակադարձեց ազգային ժողովի նախագահը։ Որևիցե մեկի կողմից պահանջ չի եղել նման բան, որը որ մենք հաշվի ենք առել եւ դրանից ելնելով նման որոշում է կայացվել։ Երկրորդը, բոլոր որոշումները, բոլոր ռեֆորմները պայմանավորված են մեր երկրի շահից։ Մենք նույնիսկ, չգիտեմ, համազգեստ ենք փոխելու։ Ռազմական ծախսերը կրճատելու մասին կառավարությունում սկսեցին խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո։ Իշխանությունից հիմնավորում են հաստատված է խաղաղություն եւ ռազմական ծախսերը նվազեցնելու մի պատճառ էլ դա է։ Ալեն Սիմոնյանի խոսքով իշխանության ցանկացած որոշում, այդ թվում սա բխում է Հայաստանի շահերից։ Օպտիմալացումը եւ ինչ որ չափ բան տեղափոխելը որևիցե նշանակություն չունի, իրանք շատ բան են ասում։ Այսինքն ինչ իրանք ենթադրում են, որ մենք պետք է մեր բյուջեն այնքան մեծացնենք, որ Ադրբեջանի նավթ ունեցող եւ գազ ունեցող Ադրբեջանի կամ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ Թուրքիայի հետ, այդ ինչքան ասենց ասեմ, ամբողջ բյուջեն է դրա մասին չէ։ Պարտադիր չի դու շատ ծախսես, պարտադիր դու արդյունավետ ծախսես։ Ընդդիմադիր պատգամավորին իշխանականների բացատրությունները չեն համոզում։ Արթուր Խաչատյանն ասում է, իշխանությունը Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարում է, բայց դրանք ներկայացնում որպես սեփական նախաձեռնություն իշահ Հայաստանի։ Իրականությունը այն է, որ Ալիևը հոխորտացել է, բազմաթիվ անգամներ սպառնացել է, որ չի հանդուրժի Հայաստանի ռազմական պոտենցիալի աճ։ Հայտարարել է, որ Հայաստանում միլիտարիզացիան այսպես կոչված, չնայած միլիտարիզացիա չկա, Հայաստանը վերականգնում է իր կորցրած պոտենցիալը խաղաղության մեծագույն խոչընդոտներից մեկն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որը անցյալ ամիս կամ մի քանի շաբաթ առաջ խոսում էր ռազմական բյուջեի էական աճ չլինելու մասին, հիմա ներկայացնում է բյուջե, պաշտպանական բյուջե, որը նվազել է։ Ակնհայտ է, որ ինչքան էլ այս մարդիկ փորձեն իրենց այս զիջումը փաթեթավորել, իրական Հայաստան, 4-րդ հանրապետություն, թե ինչ ցնդաբանությամբ, սա Ադրբեջանի հրամանի կատարում է։ Ի տարբերություն Հայաստանի մոտ 3 անգամ ավելի ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանը հաջորդ տարի եւս կավելացնի ռազմական ծախսերը։ Ադրբեջանի կառավարության տվյալներով 2026-ին ռազմական հատկացումները պետական բյուջեի ծախսային մասի 21%-ը կկազմեն։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Իշխանությունն առաջարկում է ռազմական գործողությունների զոհերին հիշատակելու օր ընտրել հունվարի 27-ը, ինչու չի ընդունվել 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, սեպտեմբերի 27-ը։ Միացյալ Նահանգները կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներն ու թույլ տալ, որ Անկարան կրկին գնի ամերիկյան կործանիչներ, Թրամփ-Էրդողան հանդիպման արդյունքները։ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո Հայաստանը 5-րդն է թիմային պայքարում 1 ոսկի եւ 2 բրոնզ արդյունքով։ Վաղը 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է, բայց սեպտեմբերի 27-ը պաշտոնապես հիշատակի օր չէ։ Դրա փոխարեն իշխանությունն առաջարկում է հունվարի 27-ը բոլոր ռազմական գործողությունների զոհերի հիշատակի օր դարձնել։ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի նախօրեին ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարում է. հիշատակի եւ խոնարհումի օրվա նախագիծ են շրջանառության մեջ դնում։ Օրն ընտրել են ամսի 27-ը, բայց ոչ թե սեպտեմբերի, այլ հունվարի։ Հունվարի 27-ին հիշենք եւ հարգանքի տուր մատուցենք եւ խոնարհվենք զոհերի առաջ, իսկ հունվարի 28-ին արդեն տոնենք բանակի օրը։ ԿՊԱ-կան падգամավորի համար ամեն ինչ շատ պարզ է։ Հատուկ օր է պետք ունենալ ոչ միայն 44 օրյայի, այլև բոլոր ռազմական գործողությունների զոհերին հիշատակելու համար։ Օրացույցի մեջ չկա այդպիսի օր, եւ կարծում ենք նման անհրաժեշտություն կա սահմանելու։ Ինձ թվում է տրամաբանություն չկա դրա մեջ։
Իսկ մե ավելի ճիշտ կլիներ սեպտեմբերի 27-ը անել կամ գոնե սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9 ընկած ժամանակահատվածը։ 2020-ի պատերազմի ժամանակ 19 տարեկան էր Մովսես Սարգսյանը, 1 տարվա ծառայող։ Մոր Այդայի վերջին զրույցը որդու հետ նոյեմբերի 5-ին էր, ուշ երեկոյան տղան Շուշիի ճանապարհին էր։ Ասում է, իշխանությունից պարզաբանում պահանջելու անպտուղ քննարկումների մեջ մտնելու սիրտ չկա։ Այս 5 տարիներին այդպես էլ չհասկացավ, ինչու հազարավոր զոհված տղաների հիշատակին սեպտեմբերի 27-ը այդպես էլ օրացույցում չառանձնացվեց։ Սրանով ոնց որ այդ խորհրդանշական օրերը կորում են արդեն, մոռացության են տրվում։ 44-օրյա պատերազմում զոհված զինվորի մայրը շարունակում է. Արցախյան պատերազմ, 22-ի Հայաստանի վրա հարձակում, 23-ի Արցախի հայաթափում։ Սեպտեմբերը ցավոք առատ էր ողբերգական օրերով։ Դրանք այնպիսի օրեր են, որ պետք է գոնե, եթե չեն հիշատակվում, գոնե լռեն այդ օրերը, լռություն լինի։ ԿՊԱ-ական падգամավորը հորդորում է դավադրություններ չփնտրել, ասում է պատմության ցավերը շատ ավելին են եղել։ Հիմա կոնկրետ այս դեպքում մենք միայն մի պատերազմի զոհերի հիշատակի օր չենք ուզում սահմանել, մենք ուզում ենք սահմանել բոլոր պատերազմների ընթացքում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օր։ Սա է տրամաբանությունը, այլ որևէ դավադրապաշտություն պետք չի խնդրել։ Բոլոր ժամանակներում հայրենիքի համար, իսկ բոլոր ժամանակները Հայաստանի համար սկսվում է Հայկի ու Բելի ճակատամարտից։ Մի օր պիտի հարգենք մեր թագավորների հրամանատարությամբ կռված զինվորի հիշատակը, մեր առաջին հանրապետության զինվորների հիշատակը, երկրորդ աշխարհամարտում Հայաստանի համար օտար հողում կռվածների հիշատակը։ Նախագծի համահեղինակը նախկինում ընդդիմադիր Հայաստան խմբակցության անդամ 44-օրյա պատերազմում զոհված դիպուկահար Աբգար Նազարյանի հայրը Գեղամ Նազարյանն է։ 1 տարի առաջ նա էր առաջարկել հենց սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանել, ինչ պատահեց, որ մտափոխվեց ու որոշեց իշխանական падգամավորի հետ նոր նախագիծ շրջանառել։ Կանգ առանք, որ բանակի օրից 1 օր առաջ կամ հետո ի վերջո այդպես երկար քննարկումներից հետո որոշեցինք հունվարի 27-ը, որը որևէ գոնե հիշատակվող ձևով որևէ ճակատամարտի կամ պատերազմական գործողության հետ չի կապվում։ Անթույլատրելի է, եթե չասեմ ավելի կոպիտ, բանակի օրը հունվարի 28-ից 1 օր առաջ նման օրվա հիշատակումը, որովհետև արդյունքում չեն ոգեկոչվելու մեր բոլոր ժամանակների հերոսները, այդ պատճառաբանությամբ էլ այլևս ինչպես նախորդ մի քանի տարիներին, փաշինյանական տարիներին, պատշաճ ձևով չի նշվելու զինված ուժերի կազմավորման օրը։ Ընդդիմադիր падգամավոր Գեղամ Մանուկյանը հիշում է, որ անցած տարի աջակցել էր Նազարյանի սեպտեմբերի 27-ը հիշատակի օր ճանաչելու առաջարկին։ Կառավարությունը մերժել էր այն։ Պաշտպանության նախարարն էր հիմնավորել, թե հունվարի 28-ը բանակի օրը արդեն իսկ կա ու այդ օրը հիշում է նաև ռազմի դաշտում նահատակվածներին։ Սա տեղի ունենում մի ֆոնին, երբ որ սեպտեմբեր ամսվա ընթացքում այս իշխանության ուղղակի ավերիչ քաղաքականության հետևանքով չհիշատակվեց պաշտոնապես 22 թվականի սեպտեմբեր 13-14-ի ադրբեջանական օկուպացիայի արդյունքում 225 զոհերի մասին չհիշատակվեցին, այն հարյուրավոր զոհերը Արցախի հանրապետության պաշտպանության բանակի կամավորների, որոնք զոհ գնացին 23 թվականի սեպտեմբերի 19-ին։ Այս իշխանության եւ ցավոք սրտի դրան միացած նաեւ Գեղամ Նազարյանի մանկուրտացման լայնածավալ արշավ, կարճ ձևակերպ։ Ըստ առաջարկի հեղինակների նախագիծը շրջանառության մեջ կդրվի առաջիկա օրերին։ Պաշտոնական վիճակագրության համաձայն 2020-ի 44-օրյա պատերազմը ամենաաղետալին էր։ 6 շաբաթում զոհվեց 3981 հոգի։ 191 զինծառայողի ճակատագիր պատերազմից 5 տարի անց դեռ անհայտ է։ Հայաստանից հեռացող Իրանի դեսպան Մեհդի Սոփանին այսօր հրաժեշտի ասուլիսում անդրադարձավ Թրամփի ուղուն, նշեց, որ Թեհրանի համար դեռ կան անհասկանալի պահեր, հայտնի չէ թե ինչ լիազորություններ է ունենելու ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունը։ Բացի այդ, ասաց, եթե Նախիջևանը Հայաստանի տարածքով
Ադրբեջանի հետ կապվելու հնարավորություն ստանա, ապա կապի նույնպիսի հնարավորություն Ադրբեջանի տարածքով պետք է ստանա նաև Իրանը եւ Հայաստանը։ Անդրադառնալով հնարավոր ռիսկերին, իրանցի դիվանագետը ընդգծել է, ռիսկը կլինի այն դեպքում, երբ այդ նախագծի մի մասը իրագործվի, իսկ մյուս մասը ոչ։ Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողությունները, դրանք մեզ համար անհասկանալի են, մանրամասները հստակ չեն։ Խոսքը այն քննարկումների մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավելու է ներդրումներ։ Այս մասին որևէ մանրամասն հստակ չէ։ Եթե ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի տարածքով կարողանան հասնել Ադրբեջան, այդ նույն իրողությունը պետք է նաև Հայաստանի քաղաքացիների համար լինի, որ Հայաստանի քաղաքացին կարողանա Նախիջևանի միջոցով նաև Իրան գնա։ Բնականաբար, եթե բոլոր երկրները կարողանան օգտվել այդ տրանսպորտային հնարավորություններից, դա կբխի բոլորի շահերից։ Եթե դա բխի բոլորի շահերից, ոչ ոք դրան դեմ չի լինի։ Քանի որ ծրագրի անունը խաղաղության խաչմերուկ է, եթե ճանապարհի մի հատվածը օգտագործվի, իսկ մյուս մասը ոչ, ռիսկերը այդ դեպքում կլինեն։ Բոլորը պետք է կարողանան այդ խաչմերուկից օգտվել եւ այդ ճանապարհներով իրենց երթևեկությունն ապահովված լինի։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Ռուսաստանի պետական ապարատի նախկին աշխատակից Բորիս Ավագյանի մարմինը Դիահերձերանից կուղարկվի դատաբժշկական փորձաքննության հայտնում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։ Բորիս Ավագյանին, ով Հայաստանի քաղաքացիություն ունի, օրեր առաջ մահացած էին գտել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանում, նախնական տեղեկություններով զուգարանում։ Ավագյանը, ում դեմ քրեական գործ կար հարուցված Ռուսաստանում, ըստ հայկական լրատվամիջոցներից մեկին ուղարկած տեսաուղերձի հյուպատոսարանից խնդրել էր իրեն արտահանձնել Հայաստան։ Թե ինչ հանգամանքներում է մահացել Ավագյանը, դեռ հստակ չէ։ Предварительные результаты, я так понимаю, что сегодня следствие уже получит. Նախնական արդյունքները կարծում եմ այսօր քննչականը կստանա։ Խոստացել են առաջիկա օրերին մարմինը մեզ հանձնել, որ տեղափոխենք Հայաստան։ Նա ամբողջությամբ մեղքն ընդունել է, երբ պետական մեղադրողը ներկայացրեց մեղադրանքը։ Բորիսն ինձ ասում էր, ընդունում եմ մեղքս, եկեք արագ ավարտենք գործի քննությունը։ Пока я не вижу оснований, да, там думать, что его кто-то довел или кто-то не довел. Потому что у меня информация. Ես դեռ հիմքեր չունեմ պնդելու, որ որևէ մեկը նրան դրթել է կամ չի դրթել ինքնասպանության։ Ես չգիտեմ նա այնտեղ ում հետ է շփվել, ինչ է խոսել։ Մենք չափազանց զարմացած էինք, քանի որ ոչ մեկ այդ մասին չէր տեղեկացրել։ Դատարան նրան ուղեկցող զինվորականները եւս զարմացած էին։ Которые сопровождали его, тоже, кстати, очень сильно не удивились. Վերջին 6 տարում առաջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպան ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Թրամփը հայտարարել է, որ գործարքներ են կնքվել։ Նշվում է, որ հնարավոր է անգամ Միացյալ Նահանգները չեղարկի պատժամիջոցներն ու դարձյալ կործանիչներ վաճառի Թուրքիային։ Միացյալ Նահանգները կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները եւ թույլ տալ, որ Անկարան կրկին գնի ամերիկյան F-35 կործանիչներ։ Երեք նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարեց Դոնալդ Թրամփը, ընդգծելով Վաշինգտոնը ցանկանում է, որ Թուրքիան դադարեցնի ռուսական նավթի գնումը։ Օվալաձև աշխատասենյակում ջերմմթնոլորտում տեղի ունեցած ընդունելության ժամանակ ԱՄՆ նախագահը հենց սկզբից հստակեցրեց. Ռեջեփ Թայիպ Էրդողանն իր ընկերն է։ Մենք երկար ժամանակ շատ լավ հարաբերություններ ունենք։ Նա կոշտ մարդ է, շատ ինքնավստահ է։ Սովորաբար չեմ սիրում ինքնավստահ մարդկանց, բայց նա միշտ ինձ դուր է գալիս։ Էրդողանը Սպիտակ տուն էր այցելել առաջին անգամ վերջին 6 տարում, ակնկալելով վերականգնել Միացյալ Նահանգների հետ դաշնակցային հարաբերությունները, որոնք սրվել էին 2019-ին, երբ Թուրքիան հակառակ Վաշինգտոնի զգուշացումներին հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնեց Ռուսաստանից։ Այս անգամ Սպիտակ տան ղեկավարը այլ պահանջ դրեց նրա առաջ։ Կարծում եմ, որ նա կդադարեցնի ռուսական նավթի գնումը։ Գիտեք ինչու, որովհետև նա կարող է այն գնել շատ այլ երկրներից։ Թուրքիայի նախագահը ռուսական նավթից հրաժարվելու Թրամփի առաջարկի մասին որևէ բառ չասաց, միայն վստահություն հայտնեց, որ կկարողանան քննարկել բոլոր հարցերը եւ հարաբերությունները հասցնել բոլորովին այլ մակարդակի։ Kendilerinin de az önce ifade ettiği gibi gerek F-35 Մենք այսօր հնարավորություն ունենք քննարկելու F-35 եւ F-16 գործանիչների հետ կապված որոշ հարցեր եւ կարողանանք դրանք մանրամասն քննարկել։ Bugün etraflıca görüşme fırsatı bulacağımıza inanıyorum.
Լրագրողներից մեկը Թրամփին հիշեցրեց, որ անցած ամիս նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ։ Հետաքրքրվեց, կարող է նոր բան փոխանցել այս թեմայով։ Թրամփը Ալիևի ու Փաշինյանի անունները լսելով խնդրեց կրկնել հարցը։ Հետո ասաց. «Ոչ, այդ մասին ոչինչ չի կարող ասել»։ Փոխարենը խոսեց Սիրիայի մասին, ընդգծելով, որ հենց Էրդողանի շնորհիվ հնարավոր դարձավ ավելի քան 3 տասնամյակ իշխող Ասադների տապալումը։ Նա չի ընդունում դա, սակայն դա մեծ ձեռքբերում էր։ Հենց նա դա արեց։ Կարծում եմ, ձեզ պետք է արժանին մատուցել դրա համար։ Հենց նրա ու Սաուդյան Արաբիայի թագավորի խնդրանքով վերացրի Սիրիայի նկատմամբ գործող պատժամիջոցների մեծ մասը, որպեսզի երկիրը կարողանա շնչել։ Մեկ այլ թուրք լրագրող Թրամփին հիշեցրեց, որ Վաշինգտոն այցելելուց առաջ Թուրքիան ժեստ է արել ու վերացրել Մաքսատուրքը, որ սահմանվել էր ամերիկյան որոշ ապրանքների նկատմամբ հարաբերությունների լարվածության ժամանակ։ Մինչդեռ Վաշինգտոնը ոչ միայն չի վերանայել գործող Մաքսատուրքերը, այլև այս տարվա օգոստոսին նորերն է սահմանել թուրքական որոշ ապրանքների համար։ Թրամփը արձագանքեց, որ կքննարկեն նաև այս հարցը։ Մաքսատուրքերի շնորհիվ մենք ավելի արագ գումար ենք վաստակում, քան երբևէ, եւ ի դեպ դրա մի մասը կտրամադրենք մեր ֆերմերներին, որոնք որոշ ժամանակ կտուժեն, մինչեւ մաքսատուրքերը սկսեն արդյունք տալ, օգուտ տալ նրանց։ Էրդողանի հետ մոտ 2 ժամ շարունակված հանդիպումը Թրամփը հիանալի որակեց, ասաց, որ շատ գործարքներ կնքեցին, առանց հավելյալ մանրամասների։ Այս պահին հայտնի է միայն, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Reuters-ը գրում է, որ Էրդողանը ձգտում է օգտագործել Թրամփի հետ անձնական կապերը Թուրքիայի պետական շահերն առաջ մղելու համար եւ օգտվել թանկարժեք զենքի վաճառքի եւ առևտրային համաձայնագրերի դիմաց գործարքներ կնքելու ԱՄՆ գործող վարչակազմի պատրաստակամությունից։ Bloomberg-ն էլ թուրք պաշտոնյաների հողմով նշում է, որ այս հանդիպման արդյունքում Թուրքիան կարող է Ամերիկայից գնել ամեն ինչ, սկսած Lockheed Martin ընկերության կործանիչներից եւ Boeing ինքնաթիռներից, մինչեւ հեղուկ բնական գազ։ Խոսքն ավելի քան $50 միլիարդ արժողությամբ գործարքների մասին է։ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակն ունի, ըստ գործակալության դեռ կախված է ԱՄՆ ռազմական եւ դիվանագիտական աջակցությունից տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար։ Ըստ Լոնդոնում գործող Eurasia Group Europe խորհրդատվական ընկերության տնօրեն Էմրե Պեքերի, Էրդողանը ցանկանում է օգտագործել Թրամփի նախագահությունը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները վերաձևավորելու եւ բարելավելու համար, կենտրոնանալով հատկապես Թրամփին հետաքրքրող պաշտպանական ոլորտի վրա։ Էներգետիկ եւ պաշտպանական ոլորտների համաձայնագրերը, որոնց ձգտում է Էրդողանը, փոխշահավետ գործարքային հարաբերությունների գլխավոր հենասյուներն են, որոնք համապատասխանում են Թրամփի գործարքներ կնքելու հակմանը։ Սպիտակ տան հետ սերտ հարաբերությունները Էրդողանին նաև հնարավորություն կտան ամրապնդել թուրքական շուկաները, որտեղ գնաճը արդեն գերազանցում է 30%-ը։ Անկարայում գործող Թեփավ վերլուծական կենտրոնի ռազմավարագետ Նիհատ Ալի Օժջանի կարծիքով Էրդողանը, որի համար առաջնահերթություն է նախագահ մնալը, ձգտում է մինչև 2028 թվականի կամ ավելի վաղ կայանալիք ընտրությունները խուսափել իր իշխանավարումը վտանգելուց, Միացյալ Նահանգներից եկող որևէ խնդրի պատճառով։ Եվ ծրագրի ավարտին սպորտի մասին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո Հայաստանը 5-րդն է թիմային պայքարում 1 ոսկի 2 բրոնզ արդյունքով։ Ոսկին Հայաստանին Մալխաս Ամոյանն է բերել, հաղթելով ճապոնացի օլիմպիական չեմպիոնին։ Բրոնզե մեդալներ են բերել Հրաչյա Պողոսյանը եւ Սլավիկ Գալստյանը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվել է սեպտեմբերի 18-ից 29։ Այսօր հավաքականի մարզիչը եւ մեդալակիր մարզիկները Armenpress-ում լրագրողների հարցերին էին պատասխանում։ Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը այս անգամ պարտվել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում, զիջելով Ադրբեջանի ներկայացուցչին։ Մեկնել է աշխարհի առաջնությանը միայն ոսկե մեդալ նվաճելու համար։ 97 կիլոգրամ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը հաղթելով Չինաստանին հետո եկավ ադրբեջանցու հետ եւ բռնվածքը ուղակի սոտ տվեց, կարելի ասել սոտ տվեց, այսինքն դա ասենք երևի 100 տարին մեկ է լինում եւ այս անգամ ոնց որ եղավ Արթուրի հետ։ Արթուրի աշխատած մեդալները եթե գցեն ինչ-որ մեկի վզին կարող է մեկի վիզի կախվի էլ չկարենա բարձրացնել։ Այսքանն ենք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք Ազատություն.am կայքում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։